Դու Արցախը հանձնելու գնով չես կարող խաղաղություն բերես, քո պայմանավորվածությունները խաղաղության մասին չի, քո պայմանավորվածությունները խաղաղության քողի տակ Հայաստանի Հանրապետությունը հանձնելու, հայ ժողովրդին կեղեքելու, կոտորելու մասին է, չկա տեղ խաղաղություն։ Սիրելի հայրենակիցներ, ներողություն, դուք որտեղ եք այդ խաղաղությունը տենում, էլ ինձ օրինակ շատ հետաքրքիր է, այսինքն որ քնից զարթնում եք, դուք տուգանքի մատերիալ եք, մանկապարտեզներ ու դպրոցներ են վերանորոգում, որ հետո հանձնեն ադրբեջանցիներին։ Դուք խաղաղությունը որտեղ եք էլի տեսնում, այսինքն որ փոքր ինչ-որ ռոբոտ շունիկներ են թափառում սահմաններում, ասենք, որոնց կարա ուղղակի զայրացնի նստի, հա, այսինքն մենք ինչ ենք անելու, էլի ոնց ենք այդ խաղաղությունը ապահովելու, եթե դու բանակ չունես, բանակը սարքում ես տարի ու կես, զուտ վերընտրվելու սկզբունքով դու ձայներ հավաքելու համար մի ամբողջ հայկական բանակ, որը որ գործոն է եղել ժամանակին տարածաշրջանում, որը որ քարորիա պատերազմին ապացուցել է, որ ադրբեջանցիները չեն կարողան հասնեն Երևան կամ ընդհանրապես Ստեփանակերտ։ Այսինքն փաստացի այդ գործոնը դու վերացնում ես, անգամ գործիք դու չես հանդիսանում որպես պետություն ու վարչապետ, դու այսօր ասում ես, որ խաղաղություն է լինելու, մեր հայրենակիցների այն մասը, ովքեր որ հավատում են այդ խաղաղությանը, արդյոք իրանք իրանց տներում հիմա հանգիստ ապրում են ու արդյոք իրանք խաղաղության մեջ քնում են ու խաղաղության մեջ զարթնում են, իդեպ պետք է նաև նշեմ, որ այդ խաղաղությունը ներքին համերաշխության սկզբունքներով անգամ չի աշխատում։ Խաղաղաշատուր Սուքիասյանի եղբորորդին, եղբայրը քեռու, հորքուրի, մորքուրի թոռով երբ որտեղ ում ուզում գնդակը հարում, այսինքն այն խաղաղությունը, որ դու սահմանային խաղաղություն ես բերել, որը չկա։ Դու իսկի ներքին մի քանի օլիգարխի լակոտների չես կարող տիրություն անես, էլի։ Ինչու ենք այդ օլիգարխի լակոտների մակարդակին իջնում, Փարաքարի ղեկավարի մասին։ Միանշանակ, այո։ Համայնքի ղեկավարը ընտրված, ով ընդդիմադիր հայացքներ ուներ, ուղղակի գնդակահարեցին տան հայաթում ու խոսում են խաղաղության մասին, այսինքն պատերազմ բերողները խոսում են խաղաղության մասին, խաղաղություն բերածներին էլ դատապարտում են, փորձում են դատեն, ել չեմ ասում, որ մեր գերիները գտնվում են Ադրբեջանի Հանրապետությունում ու Ալիևը ոչ միայն քմծիծաղով է վերաբերվում, այլ նաև փորձում է իրան թույլ է տալի, ասի որ իրենք երազում էին Բաքվում թեյ խմեին, հիմա ուղղակի Բաքվի մեկուսանում են։ Ու դու խոսում ես խաղաղության մասին, երբ որ այդ հայտարարությունները ինչի մասին մենք խոսում ենք, ընդամենը օրեր առաջ է եղել։ Դու ամսի 8-ին ստորագրել ես խաղաղություն Տրամպի հետ, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է, ու փաստացի քեզ չի ճանաչում որպես Հայաստանի, մեկ ալբանացի ես, մեկ պարսիկ ես, մեկ հնդիկ ես, հա, մեկը ինչ որ մի հատ տղա եւ այլն։ Այսինքն դու փաստացի չես կարող քո բերած խաղաղությունը, որը ունես փաստաթղթով, ձեռի տակ ունես թուղթ, որտեղ Դոնալդ Տրամպը երաշխավորում է խաղաղություն, բայց այն մյուս կողմը, ով որ ստորագրել է խաղաղության մասին, ասում է, որ գերիներին հերիք չի չեմ տալու, թող մի հատ էստե մնան չայ խմեն։ Հերիք չի, որ Սևանա լիշ չի, գյոյչայա, հերիք չի, որ մենք գալու ենք Երևան, բայց ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, այսինքն դիմադրություն չի լինելու։ Ու դու խոսում ես խաղաղության մասին։